Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում էր, երբ նրան մոտեցավ Արմավիրի մարզի բնակիչներից մեկը եւ ասաց. Ես մի հարցով եմ պարոն Փաշինյան, երեխուս հարցով, ինչ 3 թվականին սպանել է դպրոցից հետ Էջմիածնի 5-րդ դպրոցի, որ կռիվ են արել, երեխուն ծեծել է հավաքություն։ Մինչև առայսօր 3 անգամ փորձաքննություն են նշանակել։ Որ թվին ա եղել? 23 թվին, նոյեմբերի 17-ին, դեպքը եղել է։ Ու ինձ ոչ մի պատասխան չեն տալու, ամեն անգամ հետաքրքրում են։ Օգնականից մի հատ կոորդինատները տվեք, մի հատ հետաքրքիր ցավակցություն։ Ինչ դեպքի մասին էր խոսում բնակիչը եւ վարչապետից արդարություն ակնկալում։ 2023 թվականին Վաղաշապատի Մաքսիմ Գորկու անվան դպրոցի 15-ամյա աշակերտ Նարեկ Հովհաննիսյանը մահացել էր։ Մահացած պատանու հորաքույրը Կարմեն Հովհաննիսյանը պատմել էր, որ դպրոցում երեխային ծեծել են Արա բառի համար։ Հաջորդ օրը ոտքը գետնին չի կարողացել դնել։ Նաև միջնամատն է 2 օրվա ընթացքում այտուցվել։ Հետո գնացել են գյուղ, հոր ֆերմա ու տատիկի տուն։ Թույլ է զգացել, պարկել է, հայրը նախ Էջմիածնին, հետո Երևանյան հիվանդանոց է տարել։ Հորաքույրը պնդում է, դպրոցը թաքցնում է, որ եղբոր որդուն ծեծել են Էջմիածնի բժիշկներից մեկի ու դպրոցի փոխտնօրենի տղաները։ Պահանջում է, որ իրավապաններն արդար քննություն իրականացնեն ու պատժեն մեղավորներին։ Իսկ ինչու է պատանու հայրը հիվանդանոցում ու ոստիկանությունում հայտարարել, թե որդին ծեծի չի ենթարկվել, այլ հեծանվից է ընկել, հորաքույրն ասել էր, դա մահացած Զարմիկի խնդրանքն է եղել։ Ըստ հորաքրոջ, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից փոխանցել էին, որ նախքան իրենց մոտ տեղափոխվելը ձեռքի եւ ոտքի ցավեր ունեցող տղան նախ Էջմիածնի պոլիկլինիկայում է առաջին բուժօգնություն ստացել։ Դրանից 5 օր անց իրենց մոտ է տեղափոխվել ավելի ուժեղ ցավերով, բայց ցուցաբերված բուժօգնությունից հետո ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից։ Նույն օրը երեկոյան, սակայն երեխայի մոտ սկսվել է շնչառական անբավարարություն։ Հեոց ու նա կրկին ընդունվել է հիվանդանոց երկկողմանի թոքաբորբով, լյարդի մեծացմամբ ու սեպսիսով։ Սա արյան վարակն է, նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Էջմիածնի բժիշկ Կոնդյանի թոռը ծեծել է իմ բալին, դպրոցի փոխտնօրենի տղեն ծեծել է իմ բալին, կամերաները ֆիքսել են, ծեծել են։ Նարեկս ասաց, 3 հոգով են ծեծել, հիմա 2-ի անունը գիտենք, հայտարարել էր երեխայի հորաքույրը։ 2023 թվականի այս ողբերգական դեպքին նաև անդրադարձել էր Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի տնօրենը եւ հերքել, թե իրենց 15-ամյա աշակերտը մահացել է դպրոցում տեղ ունեցած ծեծի հետևանքով։ Ըստ տնօրենի, երեխան մահացել է այս դեպքից ավելի քան 2 շաբաթ անց։ Այս դեպքով քրեական վարույթ էր նախաձեռնվել եւ նախաքննություն էր ընթանում։ Դիմեցինք նաև քննչական կոմիտե հասկանալու համար, թե ինչ փուլում է նախաքննությունը, քննչական կոմիտեից հորդորեցին դիմել գրավոր։ Իսկ իրավիճակին զուգահեռ հայրը Հայաստանի Հանրապետության վարչապետին էր մոտեցել եւ արդարություն պահանջում։ Կոնկրետ անուններ էին հրապարակվել նախկինում, ինչը ըստ էության հաստատում է այն մասին, որ մահացած 15-ամյա աշակերտի ծնողները գոհ չեն քննության ընթացքից եւ պատասխանատվության հարցն են բարձրացնում կոնկրետ մեղավորներին։